Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Շիշավորդ ՍՊԸ-ն է, Ֆակտոր TV-ի գրավոր հարցմանի պատասխան տեղեկացրել են Պետեկամուտների կոմիտեից։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին, միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։ Ընկերությունը կապ ունի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, Ֆակտոր TV-ն պարզել է, որ նա Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ադրբեջանական բենզին ներկրող մյուս ընկերությունը Մեգատրեյդն է, որը ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի կազմում է։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ներմուծվել 22 վագոն ադրբեջանական բենզին։ Մեգատրեյդ ընկերության տնօրեն Կարեն Հայրյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական վառելիքի վաճառքի հետ կապված Վանաձորում վիճաբանություն է տեղի ունեցել Ռանոյլ բենզալցակայանում, ինչի հետևանքով կոտրել են լցակայանի սարքերը։ Հայրյանը վստահեցրել է, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բենզալցակայաններից որևէ մեկում բնականon հունով աշխատել են։ Ներքին գործերի նախարարությունից նույնպես հերքել են տեղեկությունը, նշելով որևէ հաղորդում կամ ահազանգ չեն ստացել։ Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանով բացված երկաթուղային երթուղով Հայաստան մատակարարել նաև այլ ապրանքներ, մասնավորապես պարարտանյութեր, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա քննարկվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը։ Ռուսաստանը հացահատիկի առաջին խմբականակն Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով Հայաստան է մատակարարել նոյեմբերի սկզբին։ Դրան հետևել են նաև ցորենի այլ մատակարարումներ, ինչպես նաև ադրբեջանական նավթամթերքի առաքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հավանական օրը։ Նա հիշեցրել է, ընտրությունների օրը նշանակում է նախագահը եւ դեռևս հրամանագիր չի եղել։ Սակայն արձանագրվել է հունիսի 7-ը, քանի որ ըստ Հովակիմյանի սահմանադրության համաձայն ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 2-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Կառավարությունը հողային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում նախատեսելով, որ այսուհետ համայնքային ու պետական հողերը մայրաթորին եկեղեցիների շինարարության եւ սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Հիմնավորումներում սակայն փոփոխության պատճառը չի նշվում։ Առաջարկվող նոր կարգավորումները չեն կարող վերաբերել մինչ այս պահը մայրաթորին հանձնված հողերին։ Ըստ էության կառավարությունն այլևս սեփականության իրավունքով եւ անհատույց հողեր չի տա Հայաստանյաց առաքելական եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր կողմերի իրավունքներով, պարտականություններով եւ ժամկետներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների, պնդելով, որ նրանց լրատվական եւ ժամանցային ծրագրերը բացասաբար են տրամադրված իր ու հանրապետական կուսակցության նկատմամբ։ Նա առաջարկել է կասեցնել իր խոսքով չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները այն հեռուստաալիքների, որոնք բացասական վերաբերմունք ունեն իր եւ կուսակցության նկատմամբ։ Մեկ այլ գրառմամբ էլ Թրամփը քննադատել է CBS, ABC եւ NBC հեռուստաալիքների երեկոյան ժամանցային ծրագրերի հաղորդավարներին, նշելով, որ նրանք ունեն 3 ընդհանուր բան՝ բարձր աշխատավարձեր, տաղանդի պակաս եւ չափազանց ցածր վարկանիշ։ Տրանսֆերմարկտը թարմացրել է Իտալիայի A սերիայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը կազմում է 3.5 միլիոն եվրո։ Ստացվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 500,000 եվրոյով։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի կարիերայի ամենաբարձր տրանսֆերային գինը եղել է 2016 թվականին, կազմելով 37 միլիոն եվրո։